Ոչ երկբևեռությունը եւ ոչ էլ միաբևեռությունը, այլ բազմաբևեռությունն է որոշում մարդկային զարգացման ուղին։ BRICS միջազգային հեռուստատեսային ցանցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովի խոսքով երկար տարիներ Միացյալ Նահանգները համաշխարհային տնտեսության շարժիչ ուժն էր, սակայն համաշխարհային հարթակում դերերը փոխվում են։ Նրանք օբյեկտիվորեն կորցնում են տնտեսական ազդեցությունն ու կշիռը համաշխարհային տնտեսությունում։ Միաժամանակ վերելք են ապրում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը եւ Բրազիլիա։ Ի հայտ են գալիս արագ տնտեսական աճի, ֆինանսական եւ քաղաքական ազդեցության ուժի կենտրոններ։ Ըստ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի, աշխարհի ձևաչափը փոխվում է, չնայած Արևմուտքը մրցակիցների գործունեությունը սահմանափակելու միջոցով չի ցանկանում զիջել իր գերիշխող դիրքը։ Մեր նպատակն է անվտանգության երաշխավորված ապահովումը, հատկապես այն պայմաններում, երբ Եվրոպայում քաղաքական գործիչներ ձևացողներից ոմանք սպառնում են պատերազմ հրահրել Ռուսաստանի դեմ։ Անվտանգությունն ապահովում են նաև մեր սահմանների մոտ Արևմուտքի կերտած նացիստական պետության գոյությունը կանխելու անհրաժեշտությամբ, որի օգնությամբ էլ կրկին պատերազմ է սանձազերծվել մեր դեմ։ Նացիստական հիմքերը պետք է չեզոքացվեն, ընդգծում է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովը հավաստիացնում է, թույլ չեն տալու Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին սպառնացող որևէ զենքի տեղակայում։ Մեզ ասում են, որ ուկրաինական խնդիրը պետք է լուծվի։ Էնքորիջում մենք ընդունեցինք Միացյալ Նահանգների առաջարկը։ Եթե տղամարդավարի մոտենանք, նրանք առաջարկեցին, մենք էլ ընդունեցինք, ինչը նշանակում է, որ խնդիրը պետք է լուծվի։ Մենք հիանալի տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծամասնության որոշ բացառություններով քարանձավային ռուսատյացությունը։ Նրանց առաջարկն ընդունելով մենք կարծես կատարեցինք ուկրաինական հարցը լուծելու եւ փոխշահավետ գործակցության անցնելու պայմանը։ Սակայն գործնականում ամեն ինչ հակառակն է, պնդում է Լավրովը։ Նոր պատժամիջոցներ, պարտադրանք, արգելքներ ու սպառնալիքներ, որոնք արդար մրցակցությունից դուրս են։ Ռուսաստանի արտգործնախարարը խիստ քննադատել է արևմտյան դաշինքներն, ընդգծելով, որ դրանք ապրել են իրենց դարը։ Այս բոլոր կազմակերպությունները ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնվելու Խորհրդային Միությանը տված, սակայն չկատարված խոստումներով եւ մեր երկրի հետ գործակցության ամբողջ հարուստ ենթակառուցվածքը ոչնչացրած Եվրամիությունը եւ հատկապես ԵԱՀԿ-ն, որն ամբողջությամբ ենթարկվել է արևմուտքի միակողմանի գործողություններին եւ մոռացել բոլոր մասնակիցների համաձայնության հիմնարար սկզբունքի մասին կոնսենսուսը, մոտենում են իրենց մայրամուտին։ Ըստ Լավրովի, արևմտյան դաշինքներն ու կազմակերպությունները մեռնում են, իսկ եվրասիական ու մայրցամաքային անվտանգության ճարտարապետություն ստեղծելու Պուտինի նախաձեռնությունը նոր թափ է հավաքում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։